Turbo Drive Բարև ձեզ, եթերում Turbo Drive նախագիծն է եւ այսօր այցելել եմ հրաշալի վարպետ Աբրահամ Աքեմյանին, ով փոխանցման տուփերի եւ շարժիչների մասնագետ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես որ քիչ առաջ բացատրեցի, Այո։ ճուրով քալելու պատճառով ինչ հարցերու առաջ կգայնին։ Պետք է լցնել անտիֆրիզ, անտիֆրիզ, այո։ Աս մեքենան երկար ժամանակ ճուրով քալած է։ Ուրեմն, երբ որ ճուրով գքալե, երեսի մասը ինչպես որ դնում եք, արդեն պդելու կսկսի։ Եթե անտիֆրիզը լա, աս պդիլը չլար։ Նույնալ երկրորդ մասը, որը գոչեն գալովկա, գալովկան ալ կսկսի պդելու։ Միշտ պետք է ճուր, եթե ճուր կորզածեր են, մաքսիմում մեկ շաբաթ վերջը պետք է թափեն եւ անտիֆրիզ։ Ամիսը անցավ, օգուտ չունի ալևս ճուրը կանը, ճուրը թափես անտիֆրիզ։ Իսկ ինչ պիտի անի վարորդը, եթե ամիս է անցել ու ամիսը անցելը պետք է մի քանի անգամ ինքը լվա, թափե մեջի ճուրը, ետքը անտիֆրիզ լեցնի, քանի որ ճուրը մեդաղային մասերը կպտեցնի, ժանկոդի կպտեցնի։ Ասոնք ամբողջը ճուրի պատճառով մեքենան դակացրեց, գալովկան զրեցավ, ամբողջ շարժիչը կարգեն դուրս ելավ։ Վնասները ճուրի շատ են։ Այո, ասենք մեջը քեղտ կա, մեկ-երկու անգամ գլվան կմաքրեն, ատկեց վերջը անտիֆրիզ գլեցնեն։ Ոչ թե ցիկեն ամիսով ճուրը մեջը վնասը շատ է։ Պետք է միշտ անտիֆրիզը մեջը լա ծմեր, լա ամար, որ միշտ մոտորը, շարժիչը ինքը գարքին աշխատի իր դակությունը ծևով, քանի որ անտիֆրիզը ունի իր որոշ ջերմաստիճանը բահելի։ Ճուրը չունի այդպիսի բան։ Ճուրը մի անգամ են գդականա, մի անգամ են գսարի, բայց շարժիչը միշտ պետք է որոշ դակության դակ աշխատի։ Ասի, եթե անտիֆրիզ չկորզած են, վնասները հետեքային արդեն գտեսնեն։ Եթե անտիֆրիզն ու ջուրը խառնում են, պակասում է ջուր են ավելացնում, այդ դեպքում եթե անտիֆրիզը բագասավ, սկիզբը պիտի գիտնան ինչը պատճառը բագասել է։ Պետք է գնան վարպետի մոտ։ Հա, գրնա ըլլալ ոյվե դեղեմը ճուրի գաթոց ունենա, քանի որ շարժիչի վրա լիքը ճուրի շլանքներ կան, ճուրի պոմպան կա, թերմոստատը կա եւ այլն, ասոնց մեկ հատ լրի պետք է ստուգվի ու իմանան որտեղից ինչ ունի, սարքեն, վերացնեն այդ լիքեջը, ատկեց վերջը անտիֆրիզ ավելցնեն։ Եվ միշտ պետք է անտիֆրիզը որոշ տոկոսով մեջը բարձր ըլլա։ Մարդիկ կան 1 լիտր անտիֆրիզ գլեցնեն 4 լիտր ջուր, նո, անի ընդհանրապես ճիշտ չէ։ 50-50 պետք է լա։ Մինիմում 50-50, գեսը ջուր, գեսը անտիֆրիզ։ Ամենաբարձ շարժիչը մոտավորապես 7-8 լիտր ջուր գարնի։ Ուրեմն մեջը պետք է լա մինիմում գեսը, այսինքն 7 լիտրին 4 լիտրը պետք է անտիֆրիզը լա, մնացածը գրնան ջուրներ։ Քանի որ անտիֆրիզը որոշ տոկոսությունը բարձր կլա ընդհանրապես։ Իսկ եթե ջուրը խառնված անտիֆրիզ է, ընդհանրապես անտիֆրիզ պետք է լցնել։ Վարորդներին հիշեցնենք նաև, որ անտիֆրիզը ժամանակ առ ժամանակ պետք է փոխել։ Այո, մանավանդ կարմիր անտիֆրիզը։ Կարմիր անտիֆրիզը ինքը նստվածք ունի։ 6 ամիսը անգամը 100%, 6 ամիսը անգամը պետք է թափեն, նոր անտիֆրիզ լեցնեն։ Մանավանդ կարմիր անտիֆրիզը եւ նստվածքը ինքը ընդհանրապես քարի կվերածվի, որ փոշի է, քարի կվերածվի եւ ճանապարհները կփակվի։ Պատտվում է շարժիչի մեջ, ամբողջ հովացման համակարգի մեջ։ Աբրահամ, դետալները այս շարժիչինն են։ Այո։ Ասի պրագլատկեն է, ինչ որ պատճառած է այրելու։ Եթե շարքյուն գնեք, աս մասը։ Հոս եւ հոս։ Արդեն այրած է։ Այո։ Ասի պատճառած է ճուրը։ Ինչ ափսոս է։ Նայեք, ասի երկրորդ պրագլատկեն է։ Դենում եք, մեջտեղի հատվածքը լրիվ դակացրել է եւ
այրած է։ Մինչև շարքի բերենք աս շարժիչը, արդեն մենք շարք ենք դուրս։ Քանի որ շատ դժվար է ձուր ծրած մասերը շտկրտելը։ Այո։ Քանի որ հենց տակածա գրնա բլոկը ծրի, եթե ալամին է գալովկան 100% ծրած կլա։ Առաջինը գալովկան է, հա, Սկիզբը գալովկան կդանենք թեստի, գստուկենք ջակ չգա, ջեղ չգա, ատկես վերջը երեսը գշտկվի, գլապաները սանիկները կփոխվի, գլապաները կնստվի եւ պետք եղածը կանենք։ Քանի որ եթե մի անգամ ջուր քաշեց փորշինի մեջը, գլապաները 100% շարքեն դուրս է, չաշխատի։ Մեքենան պերեբոյ աշխատի, ինչպես որ տեղական լեզվով գսեն պերեբոյ պիտի աշխատի, քանի որ գլապանը այրում չունենար, լրի չի փագեր գալովքի վրա, օդը կփախցնի եւ մեքենան մեկ աչքի մեջ այրում չունենար։ Անպայման գալովկան կանտինի է, երեսը կստուկվի, ջուրը կշտկվի, ջնշումի կդրվի, եթե ջակ է, կվերա նորոգվի ջակը սվարգա գնեն, իսկ գլապանները սանիկները անպայման պետք է փոխվի եւ գլապանները նստեցվի։ Որ շատ հետաքրքիր է։ Պետք է 100%-ով կորզը անսեվով աշխատի։ Ուրիշներ կան, կսեն միան պրագլատկեն փոխել, չէ, պրագլատկեն փոխելով չի վերջանալ։ Պիտի գիտնաս պատճառը ինչ է եւ այդ հարցին հետևանքները պիտի նայի։ Գալովկան կագեցիր պրագլատկեն փոխեցիր, գալովկան ջուր է, ջուր քաշած է մեծը, ուրեմն հետևանքներ ունի։ Ջուր քաշած է գրնա գլապանն վնասված լա, պիտի ստուգվի ամենայն։ Հերթականության մեկ առ մեկ։ Այո։ Մյուս մեքենային անցնենք։ Անցնենք։ Հիմա շատ սուրպրայզ մի դկակ աս մեքենային։ Աս մեքենան նույն ցևով երկար ժամանակ ջուրով օգտագործված մեքենա։ Հենց ջուրը տապերեն անտիֆրիզ լեցերեն ինչ պատճառներ եղած է։ Ուրեմն ռադիատորի մեջը գարոպկի փոխանցման դուպի սարեցների բուջուր ռադիատոր կա։ Եթե այդ ռադիատորը երկար ժամանակ ջուրի մեջ աշխատած է, ինքը անպայման ցեցոտած կլա, փդած կլա։ Երբ որ անտիֆրիզ գտնեն, անտիֆրիզը կսկսի կայքայելու այդ մասը։ Աս մեքենան սկսած էր գարոպկեն սխալ աշխատելու, զանգեցին ինձի, ասին գարոպկի հարց ունենք եւ այլն բերին։ Հազիվ ուղեղը կանտեցինք որ նայինք, հայտնաբերեցինք ջուր գարոպկի մեջ։ Ռադիատորի գապարիչը բացինք եւ նայր ինչ ստացվեցավ։ Ոյ, նայեք։ Նայեք, լրիվ աս ցեվի յուղը գարոպկի, յուղը լրիվ հասած է Ինչ վիճակ։ ռադիատորի մեջ։ Հիմա ինչ պիտի ալաս մեքենան։ Գարոպկեն լրիվ մեջը մակրած ենք, լավ հասած է որ շատ ջուր չէ իջած։ Յուղը եկած է ռադիատորի մեջը։ Բավական մակրդեցինք, ուղեղը ասի, լվացեր մակրած եմ ամբողջ գլապանները ստուգված է ջնշումով, սոլոնայտները ասոնք ամբողջը ստուգված են։ Դակ եւ սարը։ Սոլոնայտները երբ որ պիտի ստուգենք, անպայման մի հատ սարը կստուգենք, մի հատ յուղը կդակացնենք, քիչեցնենք մեջը, որ նայենք տակնարեն վերջի գրնալալացուն այդը գախե չաշխատի, ասոնք ամենը կստուգվի, ետ կտրվի, իսկ սիստեմը ամբողջը լվալեն, գարոպկի սիստեմը լվացվել են վերջը, պիտի դեղատրենք տեղը, կալով մեքենայի շարժիչի մասին։ Հիմա ռադիատորի մեջ հավաքված է յուղ, յուղը կհավաքվի շարժիչի ջուրի ճանապարհներում մեջ, նույնպես փեջի ռադիատորին մեջը, ամբողջ յուղ է, ռադիատորը կհանենք, նորը չի դեղատրած, թերմոստատը կփոխվի, ռադիատորը կփոխվի, ետքը դակ ջուրով ամբողջ սիստեմը կլվացվի։ Այո։ Մոտավորապես 48 ժամ։ 48 ժամ, 48 2 ժամ, ամբողջ օր։ այո, լրի պիտի լվացի մակրվի, որ տուն յուղի հետ չունենաս մեջ։ Այո։ Իսկ իսկը լվալ մակրենես վերջը հadoop հեղուկներ կա, radiator flash-ը։ Այո։ Radiator flash-ը կտրվի, ճանապարհները իրար կհավաքվի։ Մի 3-5 րոպե խոդի կտրվի, flash-ը կաշխատի, նորեն կտապենք, նորով դակ ջուրով գլվանք,
կմաքրենք, Պատմություն է։ հա, երկար լուրջ շարժիչ կագել հավաքելը ավելի հեշտ է, քան յուղի համակարգը, ջուրի համակարգը յուղեն մաքրելը։ Քանի ինչքան կմաքրես, մի քիչ կդականա մի տեղաբակվածի նորից կհավաքի գբերը ռադիատորի մեջ։ Անորոմար մենք 2 օր գտեւե մեզ այդ միան դակ ջուրով մաքրելը։ Ետքը սարը ջուրով կմաքրենք, պիտի հավաքենք։ Ու առաջ ասված ամեն ինչ կարգի գտնվի։ Այո։ Ասին նորեն գսեմ, բաժարը ջուրն է, որ երկար ժամանակ ջուրով գործածեն առանց անտիվրիզի։ Ետքը կպերեն անտիվրիզ գլեցին գսեն, հա, եղավ անտիվրիզ մեջը, նո, վնասացություն քեզի։ Խոսում ենք գազով շահագործվող մեքենաների, շարժիչների եւ փոխանցման տուփերի խնդիրների մասին։ Արդյոք որոշ չափով գազ, որոշ չափով բենզին շահագործելը փրկում է մեքենային այս խնդիրներից, այսինքն նաև ռեգուլիրովկա ասվածը, հա, գազի ռեգուլիրովկա ասվածը, թե միևնույն է շուտ թե ուշ խնդիր ունենալու է մեքենան։ Նայեք։ Եվ ինչ է տեղի ունենում շարժիչի մեջ, երբ բենզին ու գազը օգտագործում, այրում ինչպես է կատարվում։ Միաժամանակ չի երկու վառելիքը։ Երկու վառելիքը միաժամանակ չաշխատիր, ընդառաջ։ Իսկ որ ասում են քիչ մը բենզին, քիչ մը գազ, օգուտ չունի։ Փոքրիկ գումար է տնտեսում վարորդը վառելիքի բայց վրա։ աբակային այդ գազի սեյվրած փողերը Միանգամից է ծախսվում։ Պիտի ծախսվի շարժիչը վերանորոգելու։ Ասենք այսօր մեկ օր գազ քշեմ, երկրորդ օրը կեսօր բենզին քշ, չէ, չի գա։ Գազով արդեն մեքենան վարեցիր գազով, այդ մեկ օրը արդեն ինքը վնաս հասցած է։ Երկրորդ օրը բենզինով այդ վնասը իդ առաջ չկար։ Իդ չգրնար վնասը շտկվել, վնասվեր է։ Գազով պիտի սարքեն, ուրեմն ճիշտ ծավով թող ուսումնասիրեն ամեն ինչը, դեգուսենք շարժիչը պիտի կագեն, գազի համապատասխան մասերը պիտի օգտագործեն, որ այդ շարժիչը շարքեն դուրս ունենա երկար։ Այո։ Աբրահամ, քանի որ այս մեքենան տեսնում եմ, որ գազով է շահագործվում։ Այո։ Շատ վարպետների եմ այս հարցը տվել, գազով շահագործելը ազդում է շարժիչի վրա։ Այո։ Նայեք, Եվրոպա պանդված է գազով օգտագործելու ծև դված է, այսինքն ինքը գործարանային բենզին եւ գազ։ Այո։ Բենզին եւ գազ, ասենք BMW-ն ունի բենզին եւ գազ, բայց ինքը հատուկ սարքված է, շարժիչը սարքված է երկու տեսակ այրում ունենալու համադասական։ Իսկ եթե հոս գալիս է եւ գդեղատրեն գազի այրվածքի որակը, բայթումի որակը ճիշտ չէ ոնց բենզինը։ Ինչ է տեղի ունենում։ Ինչ տեղի ունենա։ Ասում են գազը չոր է, ավելի վնասում է։ Արի չորի տացի մասին չսենք։ Բայթումը, գազի բայթումը ավելի քիչ է բենզինեն։ Հեղուկը բենզինը, որ բայթում կունենա, ավելի բարձր ջնջման առաջացնի։ Իսկ սովորական գազը կամ հեղուկ գազը նույն մագարտակի բայթում չունենար։ Դա է պատճառը, որ ասում են մեքենան թափից ընկել է։ Թափից ընկել է։ Ասի մեկ, երկրորդը գազի պատճառով միշտ գալովքի վրայի գլապանները շուտ շարքեն դուրս կգա։ Գնստի եւ գսկսի այրելու։ Գործաները եւ պորշինի գլուխը ընդառաջ մաշելու գսկսի։ Գործաները ինքը իր նորմալ բանեն բահվածքը չի գրնար բահել։ Հեղուկ բենզինը տարբեր բան ունի, այրվածք ունի։ Սովորական գազը տարբեր այրվածք ունի։ Անորոմար ես հեչ կողջեմ, ես եթե իմ անձնական մեքենան գազ պիտի տնեմ, նո, ընդառաջ ավտո չեմ ուզեր ունենալ գազով։ Բոլոր վարպետները նույնն են ասում։ Քանի որ օրենք կա, բայթում ունիս, գրակ ունիս եւ տուն հաղթում գնես որ պիտի կաս, աս բայթումին գազ պիտի դաս, ճիշտ չէ, իրավունք չունիս։ Ուզես գազ գործածել,
շարժիչը ար որ ինքը հadoop սարքված է գազի եւ բենզինի օգտագործելու։ Գազի եւ բենզինի օգտագործելու օրշիններուն հաստությունը դարբեր է, մետաղը դարբեր է, ասում ամեն ուսումնասիրված են։ Իսկ մենք հոս Հայաստան կալեցուր գազը դիր կերտա մեքենան։ Չի գա։ Արդյոք գազով շահագործելը ազդում է ավտոմատ փոխանցման տուփի վրա։ Այո, ասումած փոխանցման դուպը, ասենք թե գազը միացուցին հաղթումը ուրգեգը սկսի։ Դեմերվեն, զասլունքեն ինքը ֆարսունքի հետ կապ ունի։ Ինչքան զասլունքեն օդը կպանա, այդքան հրամանը կհասնի ֆարսունքին ասկան բենզին դուր, որ ես այրում ունենամ։ Այո։ Դեմերվեին այդքան հրաման գուտա, ասկան օդ դուր ինձի, որ ես բայթում ունենամ։ Իսկ եթե իրենք անչադում են ֆարսունքեն, երբ որ անչադվա ֆարսունքեն հոս, զասլունքեն սովորական իր աշխատանքը պիտի դա։ Դեմերվեն սովորական իր քանակը պիտի դա, ոչ ավելի, ոչ վագաս։ Մեկ basic քիզի վրա պիտի կալի։ Այո։ Երբ որ basic քիզի վրա կալեց, արդեն հոն սկսավ հաղթումները։ Գարոբկան գարնե հրամանը զասլունքեն։ Հոսանքով գարոբկան գարնե հրամանը զասլունքեն։ Երբ որ տուն զասլունքեն անչադես կոր եւ նույն ադեն ֆարսունքեն գարշադես կոր գարոբկան գսկսի իր ծրակիրի վրա աշխատել, այսինքն ինչքան գազ կուտաս, ինքը իր որոշակի արագությունները գաբակի որոշակի սկորուստները կփոխի, թեպի բարձր կամ թեպի ցածր։ Անոր պատճառով կսկսի գարոբկի մեջ հարցեր առաջանալ։ Առաջին հարցը ընդհանրապես կառաջանա, որոշ շրջան վերջի կսկսի գարոբկան խփելու։ Ինչու՞ պիտի խփի։ Քանի որ ինքը որոշակի բարձր ջնշման դակ աշխատող յուղը ցածր արագության վրա աշխատող։ Չի գնար կոնտրոլ վայրինքներն, քանի որ անչադված ամբողջ բանը սիրկլը գլոր սիրկերը անչադված է գարոբկե մոտոր զասլունքե օտի ֆիլտր բանը զասլունքե եւ դեմերվե իրարմի անչադած է գարոբկան ինքը հարգա պիտի սխալ սկսի աշխատել։ Անոր համար գաստե գարոբկի վրա, գաստե մոտորի վրա ամեն տեսակ խնդիրներու առաջ կգայնի։ Քանի ճիշտ գուզես գազը չէ ուսումնասիրված ճիշտ կրիտ ծովով Հավաքելը տեղադրելը։ Այո, ասոնք պիտի ուսումնասիրվի եւ մեքենան գբերեն գծագեն բանը օթի ճանապարհները գծագեն շլանք իջեցնի բալան չէ օրիջինալ հավաքելը ուկա ֆարսունքեք կա որ նույն ադեն ինքը բենզին եւ գազ գիչեցնի դեպի շարժիչ այդ ֆարսունքեք են բիդելա որը գազի եւ բենզինի նույն ադեն աշխատի որ գրնաստուն ամբողջ համակարգը իդ նորից կապել Turbo Drive յուղի եւ turbo շարժիչներուն համար ունենք այդպես ասեմ ուրեմն ճուրը անտվրիզը գազը եւ այլն ասոնք հասկացանք կանք յուղի բարական այո մոտորի շարժիչի յուղը ասենք այո շատ յուղ փոխողները գսենք գնա 10000 քշի 10000 կիլոմետր վարորդը չգիտեր որ ինքը 10000 քշած է կամ 15000 քշած է ավտոն արաբոտ երբ որ խոտ կդան մի 3 րոպե 4 րոպե շարժիչը պիտի աշխատի որ դա կանա իսկ ծմերը 10 րոպե մարդիկ կամ խոդի գտան ունին քոն 3-4 րոպե առանց կիլոմետրաժը դառնալու շարժիչը աշխատի որ իջանք քաղաք մտանք խոժողումի մեջ 15-20 րոպե հոն ուշած շարժիչը աշխատավ յուղը աշխատի կիլոմետրա չունիս սվետաֆորներու գայնիլը այո ասոնք ամենը շարժիչը աշխատում է յուղը իր հատկությունը կգործընծնի բայց կիլոմետրա չունիս եթե օրական հաշվես 1 ժամ 1 ժամը 800 RPM-ի վրա 60 կիլոմետր է
60 կիլոմետր։ Այո, 1 ժամը 60 կիլոմետր 800 RPM-ի վրա ավտոն 800 RPM-ով 60 կիլոմետր գերտա։ Ուրեմն եթե ամիսը ունիս 30 օր, օրը 60 կիլոմետր, 1800 կիլոմետր Արդեն գնաց, ոչ մի բան չանելով, կանգնելով։ Կանգնելով ունիս ադան կիլոմետրաժ։ Բա ինչպես կրնա ըլլալ 6 ամիսը հազիվ ավտոինդերը 10000 քշե մեքենան 6 ամսվա մեջ ինքը արդեն քշած է 15000 առանց մեքենան շարժել։ Քշելու։ Այսինքն 7000 կիլոմետր մոտավորապես։ Օրենքը գսե, Ահա։ 5000-ը մեկ պետք է փոխվի յուղը։ Ահա, 5000 կիլոմետր։ Ասենք թե Դուբայ, մենք 2500 կիլոմետր 3 չեն գներ։ Օդի ջերմաստիճանը եւ պրոբի մոմենտը, հաջողումի մոմենտը 2000-ը 3000 չեն գներ 3000 մաքսիմում յուղը փոխվի ամբողջ շարժիչներու մեջ Դուբայ ասի ես 30 տարի ապրել եմ գիտեմ Դուբայ իսկ հոս մարտը գերտա 10000 12000 վերջ գսե յուղ բիտ փոխեմ հիմա այդ յուղը նստված կունի այո եւ որ նստված կունենա դագի յուղի պոմպի սետկան պիտի փակվի գսկսի եւ որ յուղը փոխես յուղը նորմալ չի հասնի շարժիչի վերի մասին գսկսի գլապաները գտկտալու եւ այլն մարտը ավերոր ծախս պիտի սկսի նելու որ հասնի իր նորմալ շարժիչին իսկ ավելի վադը այն է որոշ շարժիչներ ունեն turbo այո turbo-ն եթե turbo-ին մեջը ճիշտ յուղ չօգտագործեն turbo-ին յանքը 3 ամիս է 3 ամիս է ես փաստացի քեզի կխոսեմ ավտոյի մեկը հոս է հիմա խոտ կդամ turbo-ին էլա ծուխին նայեցեք ինչ է բաժարը ավտոյին դերը երկար ժամանակ 10-40 օգտագործած է որը պետք է 530 կամ 540 յուղ գործած է մաքսիմում 5000 կիլոմետր գայնան քարսի առաջ turbo-ն պիտի փոխեն turbo-ն Հայաստան չգա օրդեր դված են Դուբայեն պիտի բերեն $1500 $1500 ինչու ես ճիշտ յուղը չգործածեմ վնաս չասնեմ ավտոյից մի քանի հազարը ավելի վճարեմ բայց ճիշտ սևով յուղ գործածեմ մեկ այլ ուրիշ կետ մնալ գա ընդառաջ ասանք յուղեր որ պիտի փոխեն ավտոյի դերերեն կխնդրեմ որ իրենք ներգա գտնվին յուղը լեցված ադենը թող իրենք կանեստերը բանան ու դենան այդ յուղը իրենց ուզած յուղն է թե չէ ինչպես պիտի ճոգեն կանեստերը որ կբացվի գործարանային հա լոկ ունի եւ վրան սիլինգ կա թող վստահ լան քանի որ խապեպայությունը ոչ թե միայն սենքոս ամբողջ աշխարհի մեջ է ցավոք հա խապեպայությունը շատ մարդիկ բոշկով յուղը կբերեն օրիջինալ յուղի դեր կվաճառեն որ մենք ալ շատ հարցերու առաջ կգայնենք երթաս օրիջինալ յուղ բիդի առնես կնայես բոշկի բիտլեցնի չի եղբայրս ինձի 4 լիտրնոց կանեստրով լոկ եղած յուղ դուր այո շատ ճիշտ խորհուրդներ բարորդներին ուշադիր եղեք մեքենաներին հաճախ այցելեք վարպետներին թեկուզ ուղակի մեքենա ստուգելու եւ խորհրդակցելու համար հետագա ծախսերից խուսափելու համար Աբրահամ շնորհակալ եմ Turbo Drive-ին մասնակցելու համար խնդրեմ բարի եկեք 1000 բարով ինչով գրնանք օգտակար դառնալ գլխով վրա մենք պատրաստ ենք Turbo Drive